Ինչ անել վախերի հետ, երբ հասնում ենք տագնապի փուլին։ Առաքելական եկեղեցում մենք վախ չենք սերմանում երբեք։ Թեև Հայաստանում աթեիստ չկա, անաստվածներին չկան ուզեք, բայց աթեիստ Հայաստանում ես դա չեմ հանդիպել։ Գուցե կա, չգիտեմ, բայց աթեիզմը լուրջ գիտություն է։ Մեր թղերքը հզոր, ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էին կռվում, ոնց էին պայքարում, ոնց էին հավատում։ Բայց իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ ստացվում է խոսել քո իսկ խնդիրների մասին ու որակել, որ դա քաղաքականություն է, իսկապես վախենում են, որովհետև հետևորդ կորցնելու վախն է։ Ես իմ խաղաղությունը կորցրել եմ նոյեմբերի 9-ից հետո։ Թուրքը զղջում ունեցել է, խոստովանել է, հատուցել է, մենք ներում ենք։ Գլուխները պատով եք տալիս, դա ներում չի։ Դա խեղճություն է։ Այսինքն մեղքի արդյունքում Ադամը կորցրեց քաջությունը, հետո կորցրեց իմաստությունը, հետո կորցրեց անմահությունը ու դրախտը։ Ես Լիլան եմ, լավ եղեք։